Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր զրուցելու եմ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Պարոն Մելիքյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, այսօր տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, շատ կարճ տևեց, այսպես կարծես թե տրանզիտային գոտի եկավ Հայաստանի Հանրապետություն, օդանավականում հանդիպեց Արարատ Միրզոյանի հետ, ստորագրեցին փաստաթղթեր, շատ կարճ մի քանի բառով հայտարարություն արեց և հեռացավ։ Ինչ նշանակություն ունի այս այցը Հայաստանի Հանրապետության համար։ Նախ այցը օրվա վարչակազմի կողմից միանշանակ կօգտագործի որպես քարոզչական իրենց պատկերացման բավականին զորավոր գործիք եւ արդեն այցի բնույթը, որը եթե ընդհանուր այսպես բնութագրումների մեջ նայենք այցերի ընդհանրապես ինչ տեսակի այցեր են լինում, տրանզիտային է, բայց նույնիսկ տրանզիտային այցը ինքնին ենթադրում է նաև հանդիպում բարձրաստիճան որևէ պաշտոնյայի հետ, ավելի բարձրաստիճան, քան արտաքին գործերի նախարար։ Եթե նկատեցիք, օրինակ վարչապետի հետ, օրինակ ազգային ժողովի նախագահ կամ թեկուզ նախագահի հետ։ Այս որևէ մեկը չեղավ, բարձ պատճառով, որովհետև շատ ցանկալի կլիներ օրվա իշխանությունների համար, որպեսզի դա տեղի ունենար, իրենք չէ որ ավելի կենտրոնացած են եւ ամբողջ շեշտադրումը տեղափոխում են այդ նկարային նկարահանման դաշտ, բայց դա չեղավ եւ եղավ միայն հանդիպում արտաքին գործերի նախարարի հետ։ Ես կարծում եմ, որ օրվա արտաքին գործերի նախարարի վերջին այցը Միացյալ Նահանգներ նաև նպատակ էր հետապնդում որոշակիորեն այս օրերի վրա բերելու եւ փորձելու համատեղելի դարձնել ինչ որ ձևով, ինչ որ պայմաններով, մի քանի ժամով, մի քանի րոպեով, բայց այնուամենայնիվ այդ նկարը ստանալ, որովհետև իրենց պատկերացմամբ դա բավականին այսպես զորավոր գործիք է հենց իրենց ռոպագանդայի համար, նույն եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը այստեղ կազմակերպված, դրան հաջորդած Մակրոնի այցեր, այս բոլորը պետք է դնել մի այսպես զամբյուղի մեջ, մի հարթության մեջ օգնել, մաքսիմում աջակցել, մաքսիմում նպաստել օրվա իշխանությունների վերարտադրմանը, բայց որքանով որ մենք հետևում ենք ընդհանրապես տեղեկատվական հոսքերին, վերլուծական նյութերին եւ այլն, այնուամենայնիվ ներքին դաշտի վրա սա այդպիսի մեծ ազդեցություն չունեցավ, այսպես պայթյունի արձագանք չունեցավ, դրա համար իշխանությունները միանգամից սա տեղափոխեցին արդեն այդ նախկին ներկա այս բառախաղերի մեջ, թալան եւ այլն, այսինքն սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ որքան էլ որ հաշվարկները այնպիսին լինեն, որ դրսի աջակցությունը շատ շեշտադրված երևա, անշուշտ դա կա ասել, որ դա զրոյական է, սուտ կլինի, բայց այնուամենայնիվ այն ազդեցությունը կամ այն մագնիտուդը չունի, այդ իմաստով այնուամենայնիվ այդ փոքրիկ մի քանի ժամը կամ 2 ժամը, ես չգիտեմ, կարծեմ արդեն Ռուբիոն մեկնել է Հայաստանից, շատ շուտ մեկնեց, եւ այդ ընդհանրապես գալ մեկնաբանություն էլ անել եւ որքանով որ ես եմ տեղյակ, որոշակի փաստաթղթեր են ստորագրվել կամ նախաստորագրվել, եթե կարելի է մենք առանձին անդրադառնանք։ Այո, գլխավորներին փորձենք անդրադառնալ, մեկը ռազմավարական գործընկերությունը Արարատ Միրզոյանը ասում է բարձրացրինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Ինչ է սա նշանակում։ Նախ առաջին հերթին եկեք ժամանակին ագուրտ տանք եւ փորձենք ամբողջ տեքստին ծանոթանալ, եթե տեքստը գաղտնիք չի լինելու եւ ըստ այդմ փորձենք բերել վերլուծական դաշտ։ Ես կարծում եմ դա շատ մեծ բան չի նշանակելու, այսինքն այդ համապարփակը ինչ են մեջը մցրել, հետո պետք է կարծեմ համեմատական որոշակի անցկացնել նաև այս ռազմավարական գործընկերության սկզբի, բանակցությունների, ընդհանրապես մոտեցումների եւ այս նորի միջև։ Հիմա եթե համապարփակ է, եթե նոր է, ապա ինչ որ գլուխներ, ապա ինչ որ մոտեցումներ, ապա ինչ որ շեշտադրումներ բնականաբար պիտի փոխված լինեն կամ հանված լինեն։ Դրա համար լավ կլինի ծանոթանալ, որպեսզի այդ համեմատականը փորձել անցկացնել։ Ես կարծում եմ ավելի շատ դեկլարատիվ բնույթի գլուխներ են լինելու, ինչպես որ ամերիկյան ցանկացած այցելության ավարտին
այդ արդյունքները մենք տեսնում ենք, որ շատ ավելի դեկլարատիվ են, շատ ավելի բեռը ծանրանալու է Հայաստանի վրա, քան ամերիկյան կողմի վրա, եւ բնականաբար պահանջներ ու հերթական պահանջներ, եւ այս իշխանությունները, քանի որ պահանջատեր չեն, այլ պահանջ կատարող են, պատրաստական են ցանկացած պահանջի տակ, ցանկացած այսպես հարկադրանքի տակ մտնել եւ շարունակել այն գիծը, ինչ որ իրենցից պահանջվում է։ Իրենք որևէ պահանջատիրական այսպես ասենք մոտեցում, խոսույթ երբեք չեն դնելու սեղանին։ Ոչ Միացյալ Նահանգների հետ, ոչ Եվրոմիության հետ, ոչ Ռուսաստանի հետ, ոչ Չինաստանի, ոչ առավել եւս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Պահանջներին ակնկալիքներին դեռ կանդրադառնանք, եւս մեկ փաստաթուղթ ուզում եմ մեկնաբանեք, TRIP-ի վերաբերյալ նախաստորագրվել է շրջանակային համաձայնագիրը, մասնագիտական, եթե գնահատական տակ, սա ինչով է տարբերվում այն փաստաթղթից, որը օգոստոսին Միացյալ Նահանգներում են, TRIP-ի հետ կապված ստորագրել, եւ ինչու են հիմա նախաստորագրել, որովհետեւ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ստորագրել ենք վերջնական փաստաթուղթը, մեկ օր առաջ այդպիսի հայտարարություններ էր անում TRIP-ի վերաբերյալ վերջնական այն փաստաթուղթը, որից հետո արդեն կիրագործենք TRIP-ը։ Հիմա ինչու նախաստորագրեցին այդ դեպքում։ Ինձ համար էլ սա հարց է, շատ անկեղծ ձեզ ասեմ, ինչու նախաստորագրել։ Ես միգուցե մի քիչ այսպես out of box են ասում, այսպես բանից դուրս կփորձեմ մեկնաբանություն տա։ Ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները օրինակ սպասում է նաև ընտրության վերջնական արդյունքներին։ Չեմ բացառում, դրա համար այդ նախաստորագրումը շատ դեպքերում կատարվում է հենց դրա համար։ Նախաստորագրումը ինքը դեռևս չի ենթադրում վերջնական փաստաթղթի տեսք, հասկանում եք, եւ չի բացառում, որ որոշակի փոփոխություններ կարող են նաեւ լինել։ Բայց ինչու է վերջնական արդյունքների սպասում։ Ես անկեղծ ասած, որովհետեւ հասկանում են քաղաքականությունից եւ որովհետեւ հասկանում են, որ նաեւ այսօրվա իշխանությունների խնդիրը բավականին ծանր է։ Թե ռեյտինգային իմաստով ռեյտինգը իշխանությունների գահավիժում է, եթե մենք հետևում ենք ընդհանուր կոնտեքստին, ընդհանուր հոգեվիճակներին, ընդհանուր իրենց պահվածքներին, ընդհանուր խոսույթի լեզվին, վստահ իշխանությունը երբեք իրեն այդպես չի պահում։ Նախ սկսենք դրանից, որովհետև այս անգամ ես չեմ հիշում դեպք, որ այսքան խորը լուսաբանված լինի ընտրարշավը, ինչպիսին սա է։ Սա եւս մեկ անգամ խոսում է, որ բավականին ճակատագրական հարցերի առջև է կանգնած ամբողջ հայ ժողովուրդը, եւ նաեւ դա է թերևս պատճառը, որ բոլոր ուժերը փորձում են շատ ավելի երևալ եւ շատ ավելի խոսել իրենց ծրագրերից։ Հիմա որ ուժը ինչպես է իրեն պահում, այստեղ մենք չենք վերլուծելու դա, բայց այնուամենայնիվ բնական է, որ այստեղ պիտի լինեն հարցեր, որոնք չեն կարող վրիպել մեծ կենտրոնների ուշադրությունից, հետևաբար արդյունքները ինչպիսին կլինի դեռևս վաղ է գուշակել, բայց այնուամենայնիվ տեսնելով ընդհանուր զարգացումները, միակ գնահատականը, որ կարող եմ տալ, իշխանությունների հարցերը բավականին խնդրահարույց են եւ ես կարծում եմ, որ նաև որոշակի դրանով է պայմանավորված նախաստորագրումը։ Այլապես ինչն է խնդիրը, ինչու չվերցնել եւ չստորագրել հենց ընտրություններից առաջ, որպեսզի դա հերթական լակմուսի թուղթը դառնա եւ իշխանություններն էլ դրանք վերցնեն այդ Չեմբերլենի նամակի նման թափահարեն ժողովրդի աչքի առջև։ Ինչ որ մի բան կա, չեմ տիրապետում շատ խորքով, չեմ կարող ասել, դրա համար իսկ կանխագուշակելն էլ լավ բան չի։ Շատ լավ, բայց շնորհակալ գործ չի։ Կար նաև այլ տեսակետ, որ Միացյալ Նահանգների համար TRIP-ը կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով Իրանի գործոնը, եւ հակառակը Միացյալ Նահանգները փորձում է մինչեւ ընտրությունները ստորագրել այդ փաստաթուղթը, որ հետո հաջորդ իշխանությունները արդեն փաստի առջև կանգնած լինեն եւ այն իրագործեն։ Կար նաև այդ տեսակետը։ Միացյալ Նահանգների համար մինչեւ TRIP-ին հասնելը շատ կարևոր խնդիր կա լուծելու, դա Իրանի հետ հարաբերություններն են։ Եվ իմ ունեցած տեղեկություններով, նաև բաց աղբյուրներից հնչած տեղեկություններով կարծես թե եկել են ընդհանուր որոշակի այսպես համադրությունների կամ համաձայնությունների եւ չի բացառում, որ շատ մոտ ապագայում կամ առաջիկայում մենք ականատեսը կլինենք նաև այդ փոխըմբռնման հուշագիր կլինի կամ համաձայնություն Իրանի հետ նկատի Իրանի հետ։ Բայց չի բացառում նաև հակառակ սցենարը, որովհետև վերջին օրերին լարվածություն ենք նկատում եւ այնուամենայնիվ այն կարևոր հարցերի շուրջ համաձայնության չեն գալիս, հետաձգում են բանակցությունները, այսինքն գուցե նաև հակառակը լինի, հակամարտության նոր փուլ լինի։ Այո, ճիշտ է, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, այնպես որ
ամեն ինչ կարող է ստացվել։ Հիմա դիվանագիտության մասով փաստ է, որ այդ դիվանագիտությունը որոշակիորեն սկսել է աշխատել Իրано-ամերիկյան հարաբերությունների մասով։ Գիտեք, շատ դեպքերում մեզ համար կարող են այդ ամեն ինչը տեսանելի չլինեն, այդ ամեն ինչը լինի կուլիսների ետևում, իսկ կուլիսների ետևում գնում է շատ ակտիվ այսպես համադրություններ, դիրքորոշումների, տեսակետների, մոտեցումների եւ այլն։ Բարդ է խնդիրը, բայց պարզ է արդեն, որ դիվանագիտական ճանապարհը սկսում է դառնալ միակ լուծման ուղին։ Չնայած երրորդ երկրների, նույն Իսրայելի կողմից ցանկացած գնով այդ ամեն ինչը խափանելու դիրքորոշումը, հա, իրենք պատրաստ են ամեն քայլի, միայն թե դա խափանվի, միայն թե դիվանագիտությունը չգերիշխի։ Հիմա տեսնենք այդ զարգացումները ինչպիսին կլինեն, այո, թրիփի մասով որոշակի ամերիկյան հետաքրքրությունը բարձրացել է հենց հարավային Կովկասի նկատմամբ, հիմա նաև Հայաստանի, որովհետև դա Հայաստանի հայ-ամերիկյան վերջի վերջո համաձայնություն է, պրոյեկտ է եւ հենց մեր տարածքի վրա պիտի իրագործվի, բայց քանիցս ասվել է եւս մեկ անգամ, եթե օգտագործել եք, ես կուզենամ շեշտել, որ այս համաձայնությունը բխում է բոլորի շահերից, մասնակիցների եւ չմասնակիցների առումով Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ իրենց շահերից բխող համաձայնություն է սա, Միացյալ Նահանգների որոշակի շահերից կապված եւ իրանական գործոնի հետ եւ ռուսական գործոնի հետ եւ նաեւ որոշ դերակատարների, որոնք կուզենան այստեղ ամրապնդվեն եւ այդ ամրապնդումը օգտագործել իրենց հակաիրանական քաղաքականության։ Բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում, չի կարող բխել Հայաստանի շահերից մի բան, որը կոնսորցիումի հանգամանքով եւ տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանին բաժին ընկած այդ պճլիկ տոկոսով պիտի լինի, հասկանում եք, 74-26-ը այս դրա մասին է խոսքս, 74-ն է թելադրողը, ոչ թե 26-ը, որը 26%-ը գրկած հայտարարում է, որ սա ինքնիշխանության ամրապնդում է, այո, սա բաժնե մասերի մասին է, այսինքն դու քո սուվերեն տարածքի 74%-ը զիջում ես օտար պետության։ Հիմա ինչքան է օտար պետությունը ավելի շատ բարձրաձայնի, որ սրանով չի խաթարվում քո սուվերենությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ այլն, գետնի վրա այդպիսի բան չկա, հասկանում եք, այս մոլորակի վրա չկա նման բան, երբ որ կա կոնսորցիում, որտեղ վերահսկիչ փաթեթը ավելին, շատ ավելին գտնվում է ուրիշի ձեռքում եւ դու դրանով ասում ես, որ ես սրանով զորացնում եմ իմ Պարոն Մելիքյան, հիմա տեսեք, դուք ինչ որ առումով քննադատում եք թրիփին, դուք բայց նաեւ աջակցում եք ուժեղ Հայաստան դաշինքին, որը կարծես թրիփի հետ կապված այդքան էլ խնդիրներ չի տեսնում, հայտարարում են պարզապես, որ պետք է գտնենք նոր շահագրգիռ կողմեր, երաշխավորներ, դերակատարներ, բայց օրինակ Նարեկ Կարապետյանն ասում է չենք սկսելու զրոյական կետից եւ թրիփը թողնելու ենք ուժի մեջ։ Հիմա այս դեպքում այնուամենայնիվ խնդիր չկա, որ թրիփը դարձյալ շարունակում է մնալ Զանգեզուրի Միչանսկի այսպես պրոյեկտներից մեկը, իրագործման ճանապարհը, որ այն հակաիրանյան պրոյեկտ է, որ այն խանգարելու է Հայաստանի եւ Իրանի հարաբերություններին։ Այսինքն այս հարցում օրինակ ձեր եւ ուժեղ Հայաստանի դիրքորոշումներում տարբերություն, հակասություն կա։ Եթե դուք նկատեցիք, ես չեմ խոսել չեղարկման մասին։ Ես խոսել եմ այն հակասությունների մասին, ինչը որ կա այսօր իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթով։ Որքան էլ որ իրենք ասեն սևը սպիտակով այդ ամեն ինչը գրված է, այնուամենայնիվ այս ամեն ինչի ետևում կա ինֆորմացիա, որին չեն տիրապիտում ընդդիմադիր դաշտի որևէ ներկայացուցիչ։ Սա շատ պարզ է, հասկանում եք, եւ այստեղ խնդիրը չեղարկման խոսքի մասին չէ։ Չեղարկումը եւ ընդհանրապես լավարկումը սրանք տարբեր բաներ են, հասկանում եք։ Բայց բաժնեմասերի առումով չեք կարող, կարծում եմ Միացյալ Նահանգներին ասել։ Տեսեք, այստեղ խնդիրը նորից եմ կրկնում, ամեն ինչը միշտ բանակցությունների մեջ է։ Նախ դու չգիտես ինչ պայմաններով է ստորագրվել թրիփը։ Որևէ մեկը, եթե կա անդիմադիր դաշտում, որ պետք է ցույց տա, որ ինչ պայմաններում է ստորագրվել թրիփը եւ ինչու է ստորագրվել թրիփը, եւ այդ ինչ եղավ, որ այս իշխանությունները շատ արագ, շատ լուրջ արագ տեմպերով գնացին այս քայլին, սա դեռ պիտի իմանաս, դու միջև չտիրապետես տեղեկատվությանը, լինելով իշխանություն, դու չես կարող որևէ վերջնական եզրակացություն տալ։ Հասկանում եք, այստեղ է թաքնված այդ շան գլուխը, որ անընդհատ երբ որ հարցնում են, ես հետևում եմ ընդհանուր, հա, այդ հարցազրույցներին, նաև քաղաքական մասով, այդ այո ոչի շեշտադրումները այնքան շատ է,
հա, հիմա դուք համաձայն եք, թե դուք համաձայն չեք, հիմա սա լինելու է, թե չի լինի, հիմա որ դա պատրելու եք, թափեք, նորից եք զրոյական կետից եք սկսելու, թե ինչ, հա։ Բայց հաճախ պատասխաններն էլ հենց այդպես այո ոչ են հնչում։ Լինում են այո ոչ, լինում են, որ մի քիչ ավելի մոտարկված են իմ բարձրացրած հարցերին։ Ես նորից ու նորից ասել եմ եւ կրկնում եմ։ Տեսեք, դու միջև չլինես իշխանության, դու չես կարող տիրապետել այն հսկայական ինֆորմացիային, ինչից որ բանակցվում է, թաքցվում է ժողովրդից, հա, իրանք անընդհատ կարող են ասել առավոտից մինչև մյուս առավոտ հայտարարել, էս սրանից այն կողմ ուրիշ բան չկա, հասկանում եք, ես կոնսպիրոլոգիաներին չհավատացող մարդկանց շարքին եմ պատկանում, բայց այնուամենայնիվ ես պրագմատիկ մարդ եմ եւ փորձելու եմ հասկանալ վերջի վերջը որտեղ է թաքնված այդ այսպես կոչված նորից եմ կրկնվում շան գլուխը միջև ես չիմանամ որ հայկական շահ չկա չեղարկվի դա հնարավոր է չեղարկել դա այլևս օրինակ նման գերտերության հետ ստորագրում ես այո ես համարում եմ եւ ավելի քան համոզված եմ որ ցանկացած ընդդիմադիր ուժ adekvat ընդդիմադիր ուժ որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ազգային շահերից առանց վնասելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, վերջի վերջո պետության գոյությունը, այնուամենայնիվ adekvat քաղաքական ուժը չի կարող գալ եւ նստել ու ասել հա դե սա հալած յուղի տեղ պիտի ընդունենք։ Պետք է գտնել հնարավորություններ, պայմաններ, ինչու ոչ նաեւ ներգրավվածություն 3-րդ, 4-րդ, 5-րդ կողմերի, որը որոշակիորեն կապահովի նաեւ բուն թրիփի երաշխիքը, որը պիտի երկրորդի նաև այդ խաղաղության ամրապնդման երաշխիքը հասկանում եք, մենք անընդհատ խոսում ենք այդ երաշխավորված խաղաղության մասին։ Այստեղ է խնդիրը, որ տարբերությունը ինչն է օրվա վարչախմբից, որ օրվա վարչախումբը որևէ երաշխիք չունի այդ խաղաղության հետ կապված։ Նույնիսկ եթե այդ փաստաթուղթ չարաբաստիկ փաստաթուղթը, որը էլի նախաստորագրվել է Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե ստորագրվի, հասկանում եք, այնտեղ երաշխիքային կոմպոնենտը ամենաթույլ կոմպոնենտն է։ Նրանք ասում են մենք գնացել ենք բանակցությունների երաշխավորների հետ եւ տեսել ենք մեկ, որ երաշխավորները փորձում են իրենց բաժինը ստանալ ի վնաս մեր շահերի եւ երկրորդը տեսանք, որ երաշխավորները մեզ չաջակցեցին Դուք գալատ եք արել, եթե այդպիսի բան եք ասել, շատ պարզ պատճառով, որովհետեւ երբ որ 30+ տարի այդ ամեն ինչը գնացել է եւ ձեր դիմաց նստած մարդը իր մասնակցությունն ունեցել ոչ թե բանակցային process-ին, այլ գոնե տիրապետել է ներսից թե ինչա կատարվում, ամեն մի երաշխավորը իր փայը պիտի տանի եւ այլն, հիմա բա այս դեպքում ձեր փայը որտեղ է։ Այստեղ հսկայական փայը տանում է Ադրբեջանը, հսկայական ոչ, հսկայական փայը տանում է Ադրբեջանը եւ հսկայական փայը տանում է Թուրքիան։ Ամեն մեկը ունենալով իր ազգային օրակարգը, ամեն մեկը ունենալով իր ծրագրերը, հենց բուն Հայաստանի համար։ Հայաստանը մշտապես հանդիսացել է խանգարիչ հանգամանք այս երկու պետություններին եւ անընդհատ շարունակելու է այդպեսին լինել, մենակ մնալով Հայաստան, այդ որ այդքան տարփողում են, դա գիտեք ինչ նախնդիրը, մենք եկանք այս լուծման, որովհետեւ մենք գնացինք ուղիղ բանակցությունների։ Այս էլ ձեր ուղիղ բանակցությունների արդյունքներից մեկն է։ Անարդյունք, որտեղ դուք չկաք, որտեղ ընդամենը 26% եք ձայնի իրավունքով եւ ձեզ թույլ էլ չեն տալու նույնիսկ որոշումներ կայացեք, որքան էլ որ դուք պնդեք, որ միևնույնն է որևէ բան մեր ներքին օրենսդրության մեջ չի փոխվելու եւ սուվերենությունն էլ ամենաբարձր գագաթին է։ Բայց մյուս կողմից ասում են վերջապես ապաշրջափակում վերեցինք Հայաստանի աշխարհագրական դիրքը բովանդակային առումով փոխվեց, դարձանք կենտրոն, հիմա ճանապարհ ենք ունենալու դեպի եվրոպական շուկաներ եւ այսպես փաստորեն տնտեսության դիվերսիֆիկացիան Բնական է, այդ հեքիաթները պիտի պատմվեն, հասկանում եք, այդ լապշաները պիտի անընդհատ կախվի ժողովրդի ականջներից։ Ոչ չեն ասելու, որ վաղը այդ ասելը այդ ամենահեշտ բանն է, հասկանում եք, մենք անընդհատ էս 8 տարի, առավել եւս պատերազմից հետո 5 տարի այդ ասույթն ենք լսել, բայց գետնի վրա ինչ հաջողության ենք հասել, դուք ինձ ցույց տվեք։ Մենք փչացրել ենք մեր մենք չէ, օրվա իշխանությունը հայ ժողովրդի հաշվին փչացրել է հարաբերությունները իր ավանդական դաշնակիցների հետ, փչացրել է հարաբերությունները իր իրավիճակային դաշնակիցների հետ, փչացրել է ուղղակիորեն ռեգիոնալ սուբյեկտայնություն լինելու հասկացությունը եւ մնացել է կատարածուի դերում։
կատարում է այն, ինչ որ իրեն ասվում է Դե ասում է փոխարենը պահեցինք Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքը, ինքնիշխանությունը եւ վերջապես դուրս եկան կոնֆլիկտային տրամաբանությունից։ Այն տարածքը, որի 200+ քառակուսի կիլոմետրը օկուպացված է եւ դուք միլիմետրով որևիցե իրավիճակ չեք փոխել, որ խաղաղության մասին է խոսքը, երբ որ ձեր գերիները պատանդները, հայ գերիներն ու պատանդները, ռազմագերիները նստած են այսօր Բաքվի բանտերում արդեն դատարանի որոշումների կայացմամբ, որն է փոխվել, որ դուք 5 տարի անընդհատ ասում եք, ծնգլահան, հասկանում եք, ծնգլահան արեցի, գերիների հարցը մարդուն ծնգլահան է անում այլևս, իրենք հոգնել են ասելով, հա, որ առավոտից երեկո իրենք աշխատում են, այդ թող դե Մարկո Ռուբիոն այդ օդանավի մեջ նստածներ 3 հատ գերի բերել, օրինակի համար։ Այսինքն գոնե այդ քայլերը փորձենք, մենք աշխատում ենք, չի երևում, սիրելիս չի լինում այդպիսի բան, որ 5 տարի դու խոսես, ոչ մի արդյունք չունենա։ Վենս օրինակ գնաց Հայաստանից Ադրբեջան եւ ասաց կքննարկեմ այնտեղ գեյների հարցը, բայց քննարկեն, հասկանում եք, այդպես էլ մեր հույսերը կապել ենք Վենսերի եւ Մակրոնների եւ մնացածի հետ, միշտ վախենալով ինքներս մեր վրա հույս դնել, միշտ վախենալով ավելի համարձակ օրակարգեր բերել։ Սա է խնդիրը, հասկանում եք, այդ վախը, որ դե մենք չենք պատասխանի, դե ադրբեջանցիներն էլ կսկսեն այս հարցը բարձրացնել, դե մենք որ հանկարծ արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսենք, անմիջապես կխոսեն ադրբեջանցիները 300,000 խոսեցիք եւ արդեն խոսում եք։ Դե այդ արդեն մանիպուլյացիան է, ոնց որ կուզենաք, օրվա մեջ 10 անգամ կարող են փաթեթավորել, վերափաթեթավորել, նոր գույներով փորձել ներկայացնել։ Վերջ-վերջո եկեք չմոռանանք, որ Քարոզ Արշավի ամենաթեժ շրջանն է, իշխանությունների վիճակը իսկապես շատ վատ է եւ այս առումով ամեն ինչ հեքիաթներից սկսակ սուտ ու կեղծիկը դե այլևս սովորել եմ կյանքի մի մասն է դարձել իրենց այսպես համատեղ ուժերով բնական է որ այդ նկարը միշտ պիտի ցույց տան միշտ պիտի փորձեն ասել որ մենք միշտ թակարդի մեջ ենք եղել ես եկել եմ ձեզ այդ թակարդից հանել եմ որովհետեւ ես եմ այն մեսիան այն սպասելիքն երկնքից իջածը տիեզերքի ուղարկված իմ տիեզերական բնականաբար չակերտավոր գիտելիքներով եւ այն абսուրդի թատրոնը որ մենք առավոտից երեկո իր խոսույթից իր նախադասությունից տեսնում ենք ավելին չի կարելի դրա մասին ասել Պարոն Մելիքյան դուք խոսեցիք օկուպացված տարածքների մասին հայկական տարածքների տեսեք դրան ի պատասխան Արարատ Միրզոյանը արտգործնախարարն ասում է մենք էլ ունենք ադրբեջանական տարածքներ որոնք մեր օկուպացիա բառը չի օգտագործում բայց ասում է մեր վերահսկողության տակ են հիմա սրանք նույն հարթության վրա կարելի է դնել թե ոչ երբևէ հայկական կողմից նման հայտարարություններ մինչև այս իշխանությունները եղել են որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ եթե նման հայտարարություն են անում այդ հայտարարությանը հետո ինչ պետք է հաջորդի խնդրում եմ մասնագիտական այս առումով գնահատական տվեք երբ որ հայտարարությունը անում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը ինքը պիտի գոնե ցույց տա թե այդ որ տարածքների մասին է խոսքը Մենք գոնե ցույց ենք տալիս, չէ, որ ադրբեջանցիները որ տարածքներն են այլևս իրենց վերահսկողության տակ վերցրել։ Մեկ մենք խոսում ենք անընդհատ բարձրաձայնում ենք եւ գիտենք ալտիտուդով որտեղ են գտնվում ադրբեջանցիները եւ քառակուսի կիլոմետրով որքան է օկուպացված Հայաստանի այդքան տարփողված սուվերեն տարածքը մենք գիտենք նաեւ որ անկլավային տրամաբանությունը մևնույն է պիտի աշխատի բոլոր ադրբեջանցիները շատ հանգիստ սպասում են այս ընտրությունների ավարտին որպեսզի կարողանան այդ անկլավային տրամաբանությունը նորից վերել օրակարգ եւ լուծել անկլավների հարցը իմա նաեւ Տիգրանաշենի Այդ անկլավների հարցը լուծել ասելով նկատի ունեք կան այստեղ բնակվեն թե տարածքներ Ամեն ինչ սпасելի է գալու են բնակվելու հետ միասին անվտանգության լուրջ երաշխիքներ են պահանջելու այդ երաշխիքները պիտի լինեն ոչ հայկական կողմից այլ անպայման ադրբեջանական ուժերով ներգրավված եւ այլն այդ նայեք շատ պարզ դες ասեմ այս բազմասերիանոց ֆիլմի առաջին այսպես շրջանի ավարտն առաջին եթերաշրջանի սկսելու են նաև դրանից բխող շատ ուրիշ եթերաշրջաններ եթե հանկարծ Աստված մի արածե այս իշխանությունը այնուամենայնիվ վերարտադրել Այսինքն դուք չեք հավատում վարչապետի երաշխիքներին որ չի քննարկվում նման հարց նա ասում է ես երաշխավորում եմ որ չի քննարկվում եւ չեն բացարձակապես որովհետեւ մենք վաղուց այլևս սովորենք այդ մարդու ստերին ու կեղծիքներին ու մանիպուլյացիաներին այնքան բան է արդեն ասել ինքն էլ է խառնել
Դրա համար միշտ պետքա թարմացնել իր հիշողությունը, բերել դնել իր դիմացը, թե տարիներ առաջ ինչ էր խոսում նույն գերիների մասին, տարիներ առաջ ինչ էր խոսում նույն Արցախի մասին, ոնց էր տրճիկ տալիս Շուշիներում պարելով եւ ուտելով, իդեպ այդ որգրամոլությունը շատ վաղուցան նստած իր մեջ այսօր էլ շարունակվում է այդ քարոզարշավի ընթացքում ոչ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պաշտոնապես հայտարարում եմ, որ ես բացարձակապես չեմ հավատում որևէ այդ մարդու կատարած հայտարարությանը, որովհետև տառապանքը վաղուց այլևս փորձ ունի, քանի նմանատիպ հայտարարություն ենք լսել, տասնյակ հարյուրավոր, որի հակառակն է արվել, մշտապես դա եղել է եւ տեղ չի մնացել, որ նույնիսկ փոքր բանը փորձես ինչ որ հավատով մոտենալ, գալով նույն արտգործնախարարին, թող այդ արտգործնախարարը մի հատ ցույց տա էլի այդ որ տարածքներն են ձեր վերահսկողության տակ։ Դե Փաշինյանը անուններ թվեց, իդեպ Ադրբեջանը են, Բարխուդարլի, Սոֆուլի, երրորդը չասած, ենթադրում եմ, որ Տիգրան Աշենը մոռացավ կամ չասած, բայց բնական է, չէ՞ որ Տիգրան Աշենի մասին է խոսքը, նամանավան ադրբեջանական կողմից, քանիցս հնչել է, թե որ տարածքների մասին է ընդհանրապես խոսք գնում։ Բայց հիմա դեռևս պիտի հաղթեն, դեռևս պիտի արդյունք ցույց տան, որպեսզի այդ բագաժով արդեն կարողանան տենց շատ ավելի հավեսով, այդ հայատիրական սկզբունք էլ չկա, շատ ավելի հավեսով տանել սկուտեղի վրա մատուցել իրենց գեղեցիկ, իրենց շատ սիրելի բարեկամ ադրբեջանցիներ։ Պարոն Մելիքյան, այսօրվա հայտարարություններին ուզում եմ անդրադառնալ, երբ Վենսը ներողություն Ռուբիոն երբ գնաց, Նիկոլ Փաշինյանը անմիջապես քարոզարշավի ընթացքում հայտարարություն արեց, որ թրիփի իրագործման շրջանակում սպասում ենք Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի բացմանը։ Սա իրատեսական է եւ թրիփը կապ ունի օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ, երբ Թուրքիայից վերջերս եկել էին իդեպ, այդ թվում քլիչներ եկել եւ ասաց, որ դեռևս այսպես հեռանկարներ չկա սահման բացելու։ Գիտեք, մի հատ կներեք ժողովրդական, էփած հավի ծիծաղն է գալիս այս պարագայում, թե 5 տարի է սպասում ենք, այդ սպասումներով անընդհատ տենց օժտում է այս ժողովրդին եւ մենք սպասում ենք, դե դուք կտեսնեք, նույն սերիային է վերաբերվում նաեւ 1 օր առաջ, որ մաքսիմում 2 տարի հետո մենք վիզաների ազատականություն ենք ունենալու Եվրամիության հետ, լավ, դե ում եք ձեռ առնում էլի։ Ես հասկանում եմ, որ ժողովրդի բավականին այսպես լայն զանգված կա, որ այդ խոսքը շատ լսելի է եւ շատ ականջահաճո է եւ նստող է ականջների վրա, բայց մասնագիտական առումով կլինի, իրավական առումով կլինի, դա անհնար է, հնարավոր չի 2 տարվա ընթացքում եւ ընդհանրապես հնարավոր չի մանավանդ, երբ որ դուք Եվրամիության մոտիկ անգամ չեք կարող գալ։ Ձեզ պարզապես օգտագործում են։ Վերջերս եկան եվրոպացիներ եւ ասացին մենք առաջընթաց ենք նկատել ձեր վիզաների հարցում։ Ասեն, իհարկե պիտի ասեն։ Բայց կարկառուն եվրոպացիները որտեղ էին, որ մորթվում էին հայ երեխաները Արցախում։ Բայց եվրոպացիների այդ անատամ հայտարարությունները մոռացել եք պատերազմի ընթացքում 44 օրյայի։ Հետո մոռացել եք, թե ինչեր են խոսել եւ հետո իրենց խոսքերից ինչպես են հետ կանգնել։ Նույն 44 օրյայից հետո չէր, որ նույն եվրոպացիները գնացին եւ սեղմեցին Ալիևի ձեռքը եւ էներգետիկ լրջագույն պայմանագիր ստորագրեցին, այդ թվում նաեւ ֆրանսիական էներգետիկ խոշորագույն ընկերությունները։ Դե հիմա ձեզ գիտեք ինչպես են հակադարձում, ասում են եվրոպացիները ռազմավարական գործընկեր չէին, բայց մեր ռազմավարական գործընկերն են։ Ինչ չեն կարող հակադարձել պարզ պատճառով, որովհետեւ մասնագետներին, որոնք տիրապետում են նյութին եւ գետնի վրա եւ հրաշալի պատկերացնում են եվրոպացիների վարած քաղաքականությունը, ինչի համար է եւ դեպի ուր է տանում եւ այստեղ զոհասեղանին Հայաստանն է դրվում, հասկանում եք, չի կարելի հակադարձել։ Եթե հակադարձել, ապա միայն ու միայն մանիպուլյացիաների ոճով, միայն կեղծիքի ոճով, գետնի վրա այն ինչ որ կա գետնի վրա, հասկանում եք, շատ պարզ է։ Այսօր քեզ կտրում են Ռուսաստանից, բայց ետևի դռնով մտնում են եւ փորձում են ռուսների հետ ճանապարհներ գտնել բանակցության։ Բա որ այդ բանակցությունները վաղը ստացվի։ Դուք ինչ դիրքորոշման մեջ պիտի լինեք, հասկանում եք։ Սա է ամբողջ խնդիրը, որ մենք Եվրոպան հաշտվի Ռուսաստանի հետ, վաղ թե ուշ պիտի խոսեն, թե խոսելու են, չէ, եւ գտնում են, փորձում են, այդ եզրերը Ռուսաստանի սպառնալիքներ են հնչում, ասում են, չենք թողի արևմտյան ապրանքները Ռուսաստան գնանք, ձեր ռազմաբազան կհանենք, այսինքն տպավորություն է, որ Ռուսաստանի բոլոր սանկցիաներին մենք հավասարապես կարող ենք հակակշռել։ Նայեք, ամբողջ խնդիրը կայանում է հենց դրանում։ Եթե դու ունես դաշնակից գոնե թղթի վրա եւ ինքդ
արդեն մոռացել ես, որ դաշնակցային հարաբերություններ գոյություն ունի, այդ դեպքում քո վարած քաղաքականությունը, որից դու այսօր բավականին լուրջ օգուտներ ես քաղում, լրջագույն օգուտներ ես քաղում, մարդն էլ իրավունք ունի, ասի ես չեմ կարող անդադար ընդունել, որ դու ետևից ինձ խփես, իսկ դիմացից գաս բարի խոսքեր ասես, ժպիտներ ասես եւ օգտվես այն առավելություններից, ինչ որ ես քեզ տալիս եմ որպես Ռուսաստան, ինչ որ դու ստանում ես որպես ԵԱՏՄ, որտեղ բնական է լոկոմոտիվը հենց նույն Ռուսաստանն է, հետեւաբար, այսինքն այս առումով ինչ որ X պահի բնական էր, որ Ռուսաստանից պիտի հնչեին նման հայտարարություններ։ Հա, բայց նրանք էլ ասում են, մենք չենք հարվածում, բալանսավորված քաղաքականություն ենք վարում, Պուտինի հետ ունենք ընկերական հարաբերություններ, որտեղ է այդ հարվածը։ Եվ այդ հարվածը մնացած բոլոր պաշտոնյաների եւ ոչ փոքր կալիբրի պաշտոնյաների շուրթերից հնչած Չէ, Հայաստանի հարվածը Ռուսաստանի։ Շուրթերից հնչած հայտարարություններն են։ Հա, այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանի մակարդակը։ Անհեռատես, նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից կրավորական։ Դեռ ուղղակիորեն չի ասվել, բայց դրան էլ կհասնի, եթե դրա զգա, որ այդտեղ որոշակի զորոյական տոկոսներ կփորձի ստանալ առանց էլ իր կորցված ձայներից։ Այսօր իդեպ Շոյգուն ասում է շատ ցավալի է, իդեպ եւ Շոյգուն եւ Պուտինը այսօր խոսել են այսպես միասնական ուժերը համատեղելու եւ արտաքին սպառնալիքների միասնաբար դիմակայելու մասին եւ Շոյգուն ասում է ցավոք Հայաստանի մեր գործընկերները դա չեն հասկանում եւ փորձում են պաշտպանություն գտնել հենց բառացի եթե չմեջբերը մոտավորապես այս սպառնալիքի օջախում, սպառնալիքի օբյեկտից աջակցություն։ Հիմա պարոն Մելիքյան, եթե մենք գնում ենք սպառնալիքի օբյեկտի հետ հաշտության հաշտվում ենք, պայմանագիր ենք ստորագրում եւ կոնֆլիկտը հարթում ենք։ Էլ շարունակում է դա մեզ համար սպառնալիք մնալ։ Իսկ ով ասեց, որ դուք ստորագրում եք եւ կոնֆլիկտ եք հարթում։ Ով ասեց։ Բան չենք անում։ Նայեք, ասում են նախաստորագրել ենք։ Դե նախաստորագրել ենք, բայց դուք հավատում եք, որ Ալիևը պիտի ստորագրի դա, միջև վերջին կաթիլը չստանա իր պահանջների կատարումը։ Դուք հավատում եք դրան։ Այս ստորագրողային թող ստորագրեին, ի՞նչն էր խանգարում։ Պարզ հարցադրում եմ անում, թող իրենք այդ հարցին պատասխանեն։ Ինչն էր խանգարում Ալիևին։ Ոչ, որովհետև հասկացել են, որ այս զիջողական շղթան դեռևս շատ երկար կարող են շարունակել։ Եվ Թուրքիայի հետ համատեղելով բոլոր իրենց քայլերը, համադրելով բոլոր իրենց մոտեցումները, իրենք միևնույն է փորձելու են հասնել այն մաքսիմալին, ինչը որ իրենց պետք է։ Եվ դա մաքսիմալիստական մոտեցում չի։ Դիմացդ կա թույլ զիջող, ինչի չօգտվես ինչքան որ դու կարող ես։ Այո, պատրաստակամություն է, տեսեք, Թրամփը նստեցրեց, մենք նախաստորագրեցինք եւ այլն, բայց ինչ պիտի անեիք։ Այո, երբ որ ուժեղ միջնորդ ալինում կամ ուժեղ երաշխավոր, իդեպ Թրամփը երաշխավոր չի այս պարագայում, այլ ուղակի վկա, հա, իսկ մենք ինչ ենք ասում, մենք խոսում ենք արդեն երաշխավորների մասին, որ այդ սեղանի շուրջ նստած լինեն ավելիները։ Դե իրենք էլ ասում են, չէ կարող այդ երաշխավորների շահերը համադրել չեն տա այնտեղ, այլ կտան որպես երաշխավորող կողմ։ Դա ասում են շատ լավատեսական, այսպես ֆանտաստիկ սցենարներ ունեք, ինչպես է այդ երաշխավորների շահերը այստեղ համադրելու։ Երբ որ դիվանագիտությունը կսկսի աշխատել, որից իրենք կիլոմետրերով հեռու են, այն ժամանակ կտեսնեն ինչպես են ապահովում երաշխավորները։ Պարոն Մելիքյան, քանի որ եթերային ժամանակը սպառվում է, վերադառնալով Ռուբիոյին, վերադառնանք հաղորդման սկզբին, նրա մեկ ձևակերպմանը Հայաստանի վարչապետը ճանապարհ է հարթում ավելի անկախ եւ պայծառ Հայաստանի համար, աջակցում ենք ձեր խիզախությանը, նվիրվածությանը եւ այդ տեսլականին։ Սա արդյոք նշանակում է աջակցել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, թե պարզապես աջակցում է այդ պայծառ եւ անկախ Հայաստանի ինչա դիվանագիտությունից թարգմանել։ Մեծագույն գներից մեկն է, խնդրանք, աղաչանք, պաղատանք, որ մի հատ գոնե այդպիսի նախադասություն ասեք, որովհետեւ մեր գործերը շատ վատ են։ Այսինքն համաձայնեցրել էին։ Ավելի քան համոզված եմ, կամ խորհրդատուները հաստատ գոնե դրել են տեքստի մեջ, որ սա լինի, քանի որ ֆիզիկական ներկայությունը դե Վենս է եկել, մի հատ էլ թող Ռուբիոն ասի վերջի վերջո թե մենք ինչքան լավն ենք ու ինչքան պայծառ ապագա ենք բերել։ Բայց Վենսի եւ Ռուբիոյի ասածները շատ կարճ արդյոք նշանակում են, Վենսն էլ էր ասել, որ ես աջակցում եմ, արդյոք նշանակում են, որ նրանք Հայաստանի իշխանություններին աջակցում են եւ եթե այո, ապա ինչու են աջակցում։ Իրանք այդ տեսլականը, եթե ես չեմ սխալվում, տեսլականին են, չէ՞, այդպես են ձևակերպում եւ խիզախության։ Ուրեմն ավելի խիզախ իշխանություններ կլինեն, որոնք շատ ավելի խիզախ բանակցություններ կվարեն
եւ այդ շատ ավելի խիզախ բանակցությունների արդյունքում շատ ավելի խիզախ աջակցություն կստանան տարբեր մեծ կենտրոններից։ Դիվանագիտությունը հենց սրա մասին է, ոչ թե նրա մասին, ինչ որ իրենք փորձում են ներկայացնել հանրությանը։ Իրենց ասելով եսի նկատի ունեմ վարչախումբը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։